Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ։ Արդեն կարծես սովորություն է դարձել խոսքը սկսելուց առաջ ձեզ համար ընթերցեմ իմ բանաստեղծություններից մեկը։ Այսօր էլ այդպես կվարվեն ձեզ համար կընթերցեմ իմ բանաստեղծություններից մեկը, որը գրել եմ 2025 թվականի հունիսի 28-ին եւ վերնագրված է Հայքի անցյալից դեպի նոր Թուրան։ Շատ դարեր առաջ պատմում են դու էլ հսկա հաստաբուն մի ծառ ես եղել։ Աչուձախ փռված ամուր թևերով աշխարից աշխարհ ձգվող ճյուղերով։ Քեզ նենգաբար են խაფել ժողովուրդ հարցնուցելով ստորակարճ մի սուտ, իբր թե Հայկը հայերիս նախնին կռվում քաջաբար սպանել է բելին։ Սուտ է, հասկացեք, սուտ է ամեն բան, սա հորինվածքն է դաժան պատմության։ Քեզ մատուցել են միֆը պատմահոր, թե ծովից ծով եք դուք եղել մի օր։ Դուք ոչ ծովից ծով, ոչ էլ լճից լիճ։ Ձեր ունեցածը եղել է ոչինչ։ Անկամ արքայից արքա Տիգրանին մատնեց Պոնտուհուց ծնված իր որդին։ Ոչ գինը գիտեք դուք անկախության, ոչ էլ արժեքը պետականության, էլ ոչ մի աղոտ կապաշխարություն չի բերի ձեր նենգ հոգուն փրկություն։ Չկա սրբություն արժե համակարգ, դուք միանման, պատվազուրկ, անարգ, կեղծ հավատացյալ նենգ աղանդավոր, սա է իրական ձեր դեմքը այսօր։ Դուք արժանի եք նրան, ինչ ունեք, եւ ձեր պիղծ ձեռքով մի օր կթերթեք որպես հայատյաց տականք հայասպան վերջին արարը հայոց պատմության։ Ձեզ մի հայելի պիտի նվիրեմ, հետո նրա մեջ նայել պարտադրեմ փառահեղ անցյալ, թե չարքաշ ներկա։ Դուք դեռ հույս ունեք, թե կա ապագա։ Ատելությունը կործանեց հային, ու չմեղադրեք երբեք օտարին, անգամ սիրո մեջ թույնն եք ներարկում եւ որպես կանոն մեղավոր փնտրում։ Ով եք դուք, կասեք, ցեղախումբ, ամբող, ձեզ կտապալի ցանկացած ոսող։ Դուք անմիաբան, ծախու, դավաճան, բաց է ձեր ճամփան դեպի նոր Թուրան։ Հարգելիներս, հուսով եմ հասկացաք, կռահեցիք, թե կոնկրետով էր այս խոսքերի հասցեատերը։ Այժմ խոսքս ուղղում եմ բոլոր նրանց, ովքեր վերջին մի քանի ամիսների ընթացքում ինքնամոռաց կերպով տրվել էին իրենց հայասպանին, իրենց պատերազմաբերին ու մահասփյուրին խաղաղության մունետիկ ներկայացնելու անշնորհակալ գործին։ Սիրելի հայրենակիցներ, հարգելի ընկերներ, ձեր մեջ շատ ընկերներ ունեմ։ Ճակերտավոր եւ տողատակային շնորհավորանքներս ձեզ։ Այո, դուք հաղթել եք, բայց ում եք հաղթել։ Հաղթել եք միայն հայ ժողովրդին։ Ձեր հաղթանակը նման է Պյուրոսյան հաղթանակի։ Հայաստանի Հանրապետության 2.507.000 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել են 1.477.000-ը։ Ձեզ ձայն է տվել ընդամենը 727.000, իսկ 750.000-ը բառից բուն իմաստով մերժել է ձեզ։ Դեռ չհաշվենք, որ այն 1.030.000 մարդը եթե գար, ինչքան ընտրող կմերժեր ձեզ։ Նորից ու նորից եմ ասում, տողատակային եւ ճակերտավոր շնորհավորանքներս ձեզ, որովհետեւ դուք ձեր 8-ամյա գործունեության ընթացքում հաղթել եք միայն հայ ժողովրդին։ Դուք ձեր առաջնորդի ղեկավարությամբ պարտվել եք 2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ, 2021, 22 եւ 23 թվականների բոլոր միկրոմենամարտերի միկրոպատերազմների ժամանակ։ 2022 թվականին անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի ղեկավարը ձեր առաջնորդը Պրահայում Մակրոնի հովանավորությամբ ստորագրեց Արցախը Ադրբեջանի մաս ճանաչելու թուղթը, իսկ 2023-ին հանձնեց Արցախը Մարսեց։ Այսքանից հետո էլ ինչ եք ուզում, Թուրան եք ուզում, ցանկանում եք, որպեսզի ձեր երկրով գան եւ միանան ու դուք դառնաք ընդամենը պանթուրքական կամ պանիսլամական կամ պանօսմանական ծրագրի մի մասը, դառնաք հերթական զոհը։ Մտածեք հարգելի հայրենակիցներ, մտածեք, քանի դեռ ժամանակ ունեք, որտեղ վաղը արդեն կլինի շատ ուշ։ Գուցե մենք էլ չենք ունենա այս հնարավորությունը։ Շնորհակալություն։